Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք բարձր տրամադրությամբ սկսում ենք ապրիլը եւ առաջարկում ենք միանալ մեզ ու ունենալ լավ առավոտ։ Այո, լավ առավոտ, ամենակարևոր արևային տրամադրություն, որովհետև դրսում շողում է արևը, ժպտում բոլորից եւ իհարկե երեկվա անպամած տրամադրությունը ամբողջությամբ ցրվեց եւ արևն արդեն իսկ իր ամբողջ շքեղությամբ փայլեց բոլորիս համար։ Հենց այդպիսի օր է լինելու այսօր, իսկ առավոտն էլ հենց այդպիսի տրամադրությամբ են սկսում Սուրենը եւ Սոնան։ Այո, ինչպես արդեն նշեցի, այսօր ապրիլի 1-ն է, իսկ ապրիլի 1-ը երգիծանքի եւ ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում։ Այդ օրը ընդունված է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ, թե այս տոնը որտեղից է ծագումով, Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից գաղտնիք է, որը ցավոք ծածկված է մթությամբ։ Այո, տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրանով, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշեր հավասարի եւ զատկի օր։ Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարություններն ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով, ուրախ խաղերով։ Մեկ այլ ծիծաղի օրվա առաջացման նույնպես տարածում ստացած տարբերակը կապված է Գրիգորյանական օրացույցի անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թվականին։ Բանն այն է, որ նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին, մինչև 1563-ից 64 թվականները Կարլ 10-րդը Ֆրանսիայում բարեփոխմանի ենթարկեց օրացույցը։ Այդ պատճառով նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին եւ ավարտվում ապրիլի 1-ին։ Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր։ Ես օրինակ հիշում եմ, որ դպրոցում մենք ապրիլի 1-ին սկսում էինք ինչ-որ տենց փոքրիկ խաբեություն, այո, խաբում էինք իրար եւ այդպես ինչ որ հումորներ էր ստացվում։ Հիմա չգիտեմ ինչքանով է դա պահպանվել, բայց համենայն դեպս ժպիտը ամենակարևորն է, այնպես որ թող յուրաքանչյուր օր լինի ժպիտի օր, առավել եւս որ հենց այսօրը տոնվում է այդ օրը։ Այո, եւ թող թեթև ապրիլի 1 ունենանք բոլորս եւ քիչ խափեն մեզ հնարավորինս։ Եվ շարժվելով առաջ այսօր նաեւ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1930 թվականին Երևանում։ ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների եւ կինոփառատոնների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի եւ կինոյի ամենաճանաչված դերասաններից էր։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին եւ ընդունվել Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր։ Աբրահամյան կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թվականին նկարահանված Առաջին սիրո երգը կինոնկարում գլխավոր հերոսի Արսեն Վարունցի դերակատարումով։ Այն մեծ ընդունելություն է ունեցել գրեթե բոլորը երգում էին Աբրահամյան Վարունցի երգերը, որոնց հեղինակը Առնո Բաբաջանյանն էր։ Այո, հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված էին նաև հենց Աբրահամյանի դերակատարումներով։ Գևորգ, Սարոյան եղբայրներ, Ռոստոմ տերը, Պավլե մենք ենք մեր սարերը եւ շատ ու շատ։ Նա նաև նկարահանվել է Մոսֆիլմի 3 կինոնկարում, առաջին էշելոնը, Բարձունք, նրա կյանքի նպատակը։ Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Նայրի Զայրյանի Հացավան, Շեքսպիրի Ջոն Արքա, Զեյթունցյանի անավարտ մենախոսություն եւ այսպես անվերջ կարելի է թվել Խորեն Աբրահամյանի շքեղ դերակատարումներն ու բեմադրությունները։ Այո, Խորեն Աբրահամյանը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոններում 3 անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակներին։ Պետք է լինել ազնիվ ամեն ինչում, հատկապես արվեստում, այլապես լավ մարդ լինել չես կարող։ Այսպես է ասել տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանը։ Նա իր կերտած յուրաքանչյուր դեր այնքան մաքուր, պարզ ու ազնիվ էր ներկայացնում, որ նրան երբեք հնարավոր չէ մոռանալ։ Միայն մի տեղ կա, որ սպանեն, սուտ չեմ անի, թատրոնն է։ Թատրոնն ամեն ինչ է, մեկ դաժան ու սոսկալի մեկ տոն։ 1932 թվականին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ծնվել է կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցը։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1942 թվականին տեղափոխվել է Փարիզ, ուսումը շարունակել Սվերի Սամուել Մուրատեյանի հայկական վարժարանում։ Առաջին երգը գրել է դպրոցական տարիներին։ 1950-ականներին նրա հեղինակաձեռքերը կատարել են ֆրանսիական էստրադայի աստղեր Ջոն Հոլիդեյը, Միրեյ Մատյոն, Շարլ Ազնավուրը, Դալիդան, Սիմլի Վարդանը,
Ժիլբեր Բեկոն եւ շատ ուրիշներ։ 1960 թվականին նրա Դանիել երգը Էդի Միշել եւ Ժուզե Նուար խմբի կատարմամբ արժանացել է առաջին մրցանակի։ Այդ տարվանից դարձել է ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից մեկը, ում ավելի քան 500 երգերը 40-ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում են գտել երկարվեստի սիրահարների շրջանում։ Նրա հնաոճ վայելքները ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով եւ 350 տարբերակով։ 1956 թվականին հանդիպել է երգիչ դերասան Շարլ Ազնավուրի հետ, որն էլ ճակատագրական է եղել նրա համար։ Սկսել է երգեր գրել Ազնավուրի համար, որոնք հետագայում մեծ լսարան են հավաքել։ Շանսոնյեն երկար տարիներ նրա երգերն է հնչեցրել աշխարհի բազմաթիվ բեմերից։ Ավելի քան 100 երգ է գրել միայն Ազնավուրի համար։ Այսպիսին են այսօրվա պատմական իրադարձությունները եւ հոբելյարները, իսկ մենք այս պահին կունենանք կարճ դադար, հետո վերադառնանք ու արդեն Ադրինեին ողջունենք խոհանոցում հասկանալու համար, թե ինչ ենք այսօր միասին ճաշակելու։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ դուք հենց նախընտրել եք մեր ծրագիրը եւ փորձում ենք միասին քայլ առ քայլ գնալ առաջ, որպեսզի առավոտը միասին կազմակերպենք հետաքրքիր։ Դա թողեք մեզ, իսկ երեկոն արդեն կազմակերպեք ինքներդ ընտանիքի եւ հարազատների շրջապատում, բացելով մի շիշ գինին հրաշալի տրամադրություն ստեղծելու համար, որն էլ առաջարկում է Իջևանի գինու գործարանն, առաջարկելով լայն ու հրաշալի տեսականի, որոնք միշտ կուղեկցեն ձեր բարձր տրամադրությունը հարազատների եւ ընկերների հետ միասին։ Եվ գինու հետ անպայման առանձնացրեք պանիրների տեսականի, ինչպես նաև առավոտը սկսեք կատնամթերք օգտագործելով։ Անարատ կաթից պատրաստված կատնամթերք, նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Elolai ընկերությունը։ Չմոռանանք իհարկե, եթե խոհանոցում դուք էլ իհարկե թագավորում եք այնպես ինչպես մեր Ադրինեն, անպայման ձեզ պետք է օգնության հասնեն կարևոր ու հետ ճիշտ պարագաները։ Այս հարցում Տրամոնտինան, բրազիլական բրենդ, նոր այսուհետ Հայաստանում ներկայացնում է հրաշալի խոհանոցային պարագաների շատ մեծ տեսականի, որոնք հասանել են ոչ միայն սիրողական խոհանոցում, նաև իհարկե պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում։ Հատուկ ծածկույթի շնորհիվ չեն հավաքում իրենց վրա թունավոր բակտերիաները։ Դե ինչ առաջարկում եմ հենց հիմա արդեն տեղափոխվենք խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին ու ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, ողջունում եմ բոլորիդ, թե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր շատ սիրելի հայրենակիցներին։ Ուզում եմ, որ լավ լինեք, առողջ լինեք եւ հետևեք մեզ։ Ես այսօր առաջարկել եմ շատ համեղ ուտեստ, իհարկե շատ պարզ է բաղադրատոմսը, շատ այսպես առօրյա օգտագործվող մթերքներով, նույնիսկ գուցե շատերիդ շատ այսպես ծանոթ եւ մշտական օգտագործվող։ Ինչ ենք անելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք պյուրե, այնուհետև կողքին մատուցելու ենք շատ համեղ սոուս։ Ես հենց հիմա կարտոֆիլը կդնեմ, որպեսզի խաշվի, քիչ ավելի ուշ արդեն պյուրեի կվերածեմ այն, սրա հետ կապված որևիցե այսպես բարդություններ չկա։ Մյուս բաղադրիչներն են, ուրեմն հավի կրծքամիս, սունկ, թթվասեր եւ պանիր։ Իհարկե այս բոլորը պետք է տապակենք, այսինքն հավի կրծքամիսը եւ սունկը, այնուհետեւ թթվասերով խառնենք, պանիր ավելացնենք եւ այսպես դարձնենք թանձր սոուս, հետաքրքիր այսպիսի համեղ մթերքներով։ Հիմա անցնենք առաջ, ես կբերեմ թավան եւ կաթսան եւ կսկսենք աշխատել։ Ահա ինչպես գործընկերներս նշեցին, ես օգտագործում եմ Տրամոնտինա ֆիրմայի այս լավ ապրանքանիշի իրերը, այսինքն կաթսաները, թավաները, տախտակները, դանակները, բազմապիսի, այսպիսի շռայլ խոհանոց ունեմ ես եւ շատ հարմարավետ, ամենակարևորը շատ հարմարավետ։ Եվ հիմա կսկսենք մեր աշխատանքը։ Իհարկե, ինչպես նշեցի, առաջին հերթին ես կարտոֆիլը կտրատեմ, դնեմ, որպեսզի խաշվի այն։ Արդեն մաքրել եմ, սիրելիներս, մեզ պետք է միայն մի քանի կտոր, այսպես կտորների վերածել, կտրել եւ տեղափոխել կաթսայի մեջ։ Իմիջիայլոց կտրատված տարբերակով շատ արագ է խաշվում, քան ամբողջական վիճակում։ Դրա համար եթե շտապում եք, եթե շատ գործեր ունեք, բայց պետք է կողքին հասցնեք նաև պյուրե պատրաստել, ապա կտրատեք, որքան մանր լինի, այնքան բնականաբար արագ կեփվի կարտոֆիլը, այնպես որ սա էլ նկատի ունեցեք։ Իհարկե գիտեմ, որ դուք այս բոլորի մասին գիտեք, բայց ամեն դեպքում
Այսպես։ Շատ հետաքրքիր համադրություն է լինելու, շատ համեղ, ես վերջում մատուցելու տարբերակ ձեզ կառաջարկեմ, իհարկե ընտրությունը ձերը կլինի, բայց ես կառաջարկեմ մատուցման տարբերակը, որպեսզի այսպես ձեզ համար էլ գուցե հետաքրքիր լինի, գուցե դուք այդ տարբերակը գիտեք, բայց այնուամենայնիվ, ահա ջուրը լցրեցի, հիմա պետք է այսպես կափարիչը կծածկենք եւ կթողնենք եփվի։ Անցնենք առաջ, սիրելիներս։ Ես հագնեմ իմ կոգնոցը եւ անցնենք առաջ։ Առաջին հերթին պետք է հավի կրծքամիսը տապակենք եւ ես հենց հիմա կսկսեմ կտրատել այն ու կսկսենք տապակել մեր հավի կրծքամիսը։ Ես կտեղափոխեմ, որպեսզի ավելի հարմար լինի ինձ։ Այսպես կարտոֆիլը կգնա այս կողմ, այսպես թավան այս կողմ։ Եվ իհարկե այստեղ օգտագործելու ենք տապակելու համար օգտագործելու ենք հալած յուղ։ Ցանկության դեպքում նաև կարելի է կարագ օգտագործել։ Սիրելիներս, հավի կրծքամիսը պետք է կտրատեմ փոքրիկ խորանարդերի տարբերակով, ինձ թվում է այս սոուսի համար այդպես ավելի հարմար է, սակայն կարող եք ձողիկների տարբերակով նաև կտրատել, բայց կարծում եմ այսպես շատ ավելի հարմար է ու գերադասելի է, ցանկալի է, որպեսզի մի փոքր մանր լինի։ Այսպիսի կտորների վերածենք եւ անցնենք առաջ։ Ցանկության դեպքում կարող եք նաեւ ավելացնել սող, չնայած այնքան էլ կարծում եմ հարմար չի լինի այս տարբերակի համար, բայց ինչու ոչ համադրելի տարբերակ է, կարող եք, եթե շատ եք սիրում, կարող եք նաեւ սող ավելացնել։ Ես իհարկե այսօր չեմ տապակելու սող այս համեղ մթերքների հետ, կթողնենք մի ուրիշ անգամ։ Ահա, համարյա մի մասը կտրատեցի, սիրելիներս, այստեղ ուզում եմ ավելացնել նաև մի փոքր բուսայուղ, որպեսզի մեր յուղը չայրվի, ինչպես կարագի տարբերակում ենք անում, մենք մի փոքր բուսայուղ ենք ավելացնում, որպեսզի կարագը չայրվի, նույնն էլ այս տարբերակում կարելի է միախառնել։ Այսպես ավելացնեմ նաև յուղ։ Եվ արդեն ավելացնենք մեր հավի կրծքամիսը։ Ադրինե ջան, ինչ լավ բան ես դու պատրաստում այս առավոտ։ Եվ լավ բան է, եւ սննդարար է, եւ շատ հասանելի է։ Հավի կրծքամիսը, սա իհարկե պրոտեինների մի ամբողջ չափաբաժին առավոտյան, սա շատ լավ է։ Այո, եւ այնպիսի մթերքներ են, որ առօրյայում հաճախ ենք օգտագործում, եւ հասանելի են, եւ կարծում եմ այս չափաբաժնի համար շատ գումար ես չեմ ծախսել, մոտավորապես 1600 դրամ այս ամբողջ մթերքների համար ես գումար եմ ծախսել, այնպես որ կարծում եմ հարմար տարբերակ է։ Այո, շատ։ Օրվա սնունդը այսպես վայելելու համար հարմար տարբերակ է։ Ես օրինակ կարտոֆիլը այսօր գնել եմ, քանի որ վերջացել էր մեր կարտոֆիլը, բայց հերոստատո վստահ մի 2-3 հատ տանը կունենա, այնպես որ կարծում եմ շատ ավելի քիչ կարելի է նաև ծախսել օրվա ընթացքում նմանատիպ կերակուր ստանալու համար։ Հիանալի։ Այսպես։ Եվ իհարկե տեսնում ես, մենք թթվասեր ունենք, սունկ ունենք շատ համեղ եւ շատ այսպես հագեցնող մթերքներ են սրանք, որոնք այսօր, այո, պանիր ունենք, անպայման պանիր ենք սոուսի մեջ ավելացնելու։
Չգիտեմ, ինձ թվում է լավ տարբերակ։ Ճաշատեսակը made in Adrin է։ Չեմ կարող ասել, որովհետև բոլորն էլ այսպիսի բաներ պատրաստում են, չէ, յուրահատուկ էսպես իմ մոտեցումները չկա, պարզապես համադրությունը ես էլ մշտապես այսպես անում եմ, շատ-շատերն են անում, այսպես փոխանցիկ դրոշի պես։ Ես մի հատ տախտակ բերեմ։ Այսպես ասած։ Երևի մտածում ես ինչի համար, չէ՞, ինչ հանում ես տղեն։ Այդ պանիրից գտած կտրատեմ։ Այո, իհարկե գտամ, սիրելիս, պանիրը քո տրամադրության տակ է, ես կարող եմ մաքուր դանակ տալ, դու կարող ես, ահա, քանի որ ես նոր կտրատել եմ հավը չեմ ուզի հիմա ձեռքով դիպչել պանրին։ Ես կփորձեմ մի երկու կտոր առավոտյան։ Կարող ես։ Չնայած սա օրինակ ես տվեցի ու հասկացա, որ սխալ դանակ ընտրեցի, որովհետև դա նախատեսված է լոլիկի համար, սիրելիս։ Բայց լավ շատ սիրուն կտրատեցի արդեն Ադրինը։ Հա, լավ, վերջ, ամեն բան տեղում է։ Այսպես ես արդեն սկսեմ խառնել մեր հավի կրծքամիսը եւ քիչ հետո այստեղ սիրելիներ կավելացնեմ մեր սունկը, երկու մասի եմ բաժանելու, քանի որ մանրիկ այսպիսի գեղեցիկ սնկեր են, իմիջիայլոց սունկն էլ մեր առաջարկն է Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս համեղ տարբերակը, ահա մենք այստեղ ունենք, ես շատ կուզեմ, որ այսպես տարայով տեսնի մեր հեռուստադիտողը, շատ լավն են, մշտապես կարելի է գնել եւ օգտագործել կերակուրների մեջ։ Այո, դուք էլ անպայման փորձեք այն ամենը ինչ որ կա ձեր ձեռքի տակ, խառնելով իրար տրամադրություն տալով, ժպիտ տալով, այսօր ապրիլի 1-ն է, ժպիտի օրը։ Ես վախենում եմ ապրիլի 1-ից, ժողովուրդ ջան, ճիշտն ասած, լավ օր է, ուրախության եւ հումորի օր կարելի է համարել, բայց դաժան կատակներից հեռու մնացեք, որովհետեւ ես դեպքեր գիտեմ, որ շատ դաժան ստերի դեպքում մարդիկ խնդիրներ են ունեցել, հատկապես այն մարդիկ, ովքեր սրտից թույլ են։ Շատ պետք է զգուշ լինել։ Ես սիրել եմ միայն դպրոցական տարիների կատակները, որ ասում են, այսօր դաշ չի լինելու երեխեք, հետո պարզում էր սուտեր։ Դա էլ էր դաժան, բայց այնուամենայնիվ։ Դե նայածում համար։ Նայածում համար։ Դասատուների թե երեխաների։ Այո, այդ թեթև հումորները շատ լավ է, բայց ծանր հումորները դաժան են։ Այո, չարժի, իհարկե չարժի։ Հատկապես մեծահասակների հետ կապված երբեմն մեծահասակներին շատ տենց կատակներ են անում, որը չարժ է, հաստատ։ Ադրինեք, ինչ ենք անում։ Հիմա ես դեռ ժամանակ ունենք մինչ տապակվի, այո, հետո այստեղ ավելացնելու ենք բնականաբար համեմունքներ, բայց քիչ ավելի ուշ, որովհետև անհրաժեշտ է, որպեսզի տապակվի հավի կրծքամիսը, իսկ այս ընթացքում ես սունկը կմշակեմ, կմանրացնեմ, հետո արդեն ընթացիկ, այո, կավելացնենք Այսպես։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ այս բան կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Ինչ ենք անում մենք եթերում։ Մենք իհարկե որոշեցինք օգտվել մեր շատ սիրելի գործընկեր Իջևանի գինուգործարանի կողմից առաջարկող պահածոների հրաշք տեսականից, առավոտյան խավիար, պանիր, հաց եւ իհարկե ամեն ինչ պատրաստ է։ Ժողովուրդ ջան, համեցեք։ Ամեն ինչ ունենք, ամեն բան պատրաստ է, այնպես որ հորդորում ենք նախաճաշել պարտադիր, սա պարտադիր պայման է, համեղ ուտել, համեղ սնվել, լավ հագնվել, ճիշտ է, փայլում էր այսօր արևը դրսում, բայց դա կապ չունի, պետք է մի փոքր զգուշ լինել, որովհետև եթե հաշվի առնենք երեկվա հորդառա անձրևը, ապա երեք կարծում եմ մի քանի անգամ եղանակը փոխվեց, եւ արև, եւ անձրև, այո, կարկուտ, անհասկանալի ինչ-որ օր էր, բայց այնուամենայնիվ ես հորդորում եմ շատ զգուշ լինել առողջության հետ կապված, որպեսզի չմրսենք, հոսանքների տակ չմնանք, այսպես եւ այլն եւ այլն։ Ինչ ենք անում, Ադրինե։ Ինչ ենք անում, սիրելիս։ Անուշ լինի, դու ճաշակիր քո նախաճաշը, ես արդեն պահը եկել է այս ընթացքում սիրելիներս տապակվեց մեր հավի կրծքամիսը, հիմա պետք է ավելացնենք այսպես ասած համեմունքները եւ իհարկե սունկը, ես դեռ չեմ հասցրել սունկը կտրատել, բայց հենց հիմա միասին կանենք դա։ Ավելացնում ենք։ Դու չի հասցրել, որտեղ մենք այս ընթացքում շեղում էինք Ադրինեն։ Այո, այս երեխեքը տենց են կգան խոհանոց ու մամաներին այսպես։ Խմելի սունել ենք ավելացնում սիրելիներս։ Դասական տարբերակ ենք ավելացնում, կարմիր եւ սև պղպեղ իհարկե։ Ես իհարկե մի փոքր զգուշ պետք է լինեմ, կարմիր պղպեղը կծու է։ Այսպես ավելացնենք նաեւ սև պղպեղ։
Եվ իհարկե աղ ենք ավելացնում, այսպես, մի փոքր առայժմ քիչ կանեմ աղը, հետո որովհետև կփորձենք տեսնենք անհրաժեշտության դեպքում, այո, էլի նորից կավելացնենք աղ, այսպես, խառնենք, թողնենք, էլի միախառնվեն բոլոր համերը և ես այս ընթացքում կտրատեմ ուրեմն մեր սունկը։ Իդեպ Ադրինե, քանի դու կտրատում ես այս պրոցեսն ես անում, ես պարզապես կիսվեմ իմ տպավորություններով այն ֆիլմերի և սերիալների, որը հասցրել եմ այս ընթացքում դիտել, վերջերս ես հայտարարեցի, որ շատ հետաքրքիր մի էկրանիզացիա կար, ինչպես ասում են, էկրանավորում շատ հայտնի գործի Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը, որը Netflix-ը եւ իսպանացիները, հա, շատ գեղեցիկ ձևով են ներկայացրել, խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր կարդացել են գիրքը դիտեն, ովքեր չեն կարդացել, էլի դիտեն, որովհետեւ դա իրոք շատ գեղեցիկ ու շատ էսթետիկ էին նկարել եւ դերասանական հիանալի խաղ կա այնտեղ եւ ռեժիսորի եւ օպերատորի մի խոսքով իսկ հայտնի դերասանները երևի իսպանական հայտնի կամ մեքսիկ դերասաններ նույնպես կային, բայց ամենայն դեպս շատ լավ էր ստացվել, այնպես որ խորհուրդ կտամ անպայման դիտել, Netflix-ի հարթակում կա եւ սոցկայքերում նույնպես կա ֆիլմերի, այնպես որ 100 տարվա մենությունը անպայման դիտեք։ Այո, որովհետև գիրքը կարդացել է։ Ահա, եւ հիմա մեծ աղմուկ է բարձրացրել մի սերիալ, որը կոչվում է Անչափահասը, հա, որը էլի Netflix-ին է եւ շատ մեծ աղմուկ է բարձրացրել եւ նույնիսկ նշվում է հենց Netflix-ի կողմից, որ տարվա ամենասպասված եւ ամենակարևոր պրոյեկտներից մեկն է։ Հետաքրքիր է։ Այո, դեռ չեմ հասցրել դիտել, բայց անպայման նախատեսում եմ դիտել ու շատ են արձագանքներ, նույնիսկ համաշխարհային մամուլն է անդրադարձել այդ սերիալին։ Եթե չեմ սխալվում 6 մաս է կազմում, որովհետև մինի սերիալ է համարվում եւ բավականին այսպես հետաքրքիր անդրադարձ են արել, բավականին լավ կոմենտներ կան։ Եվ վերլուծաբանները նույնպես շատ Այսինքն այս տարվա 25 թվականի արտադրանք, այո, արտադրանք եւ որը համարվում է տարվա երևի թե ամենագլխավոր պրոյեկտներից մեկը Netflix-ի, որն իրականացվել է եւ արձագանքները բավականին դրական են, այնպես որ նույնպես կարելի է դիտել, եթե չեմ սխալվում պատմությունը անչափահաս երեխաների մասին է, ովքեր ինչ որ իրադարձության մեջ են հայտնվում եւ արդեն ընտանիքի անդամները, ծնողները սկսում են փորձել այդ ամեն ինչի միջից դուրս գալ։ Շատ կարևոր պրոյեկտ, շատ կարևոր հաղորդագրություններ կարծում եմ հենց այդ սերիալում կան, այնպես որ դիտենք եւ հասկանանք թե ինչ է լինելու եւ կարծում եմ որ բոլորի համար արդեն այդ կարծիքը իրենց մոտ նույնպես կձևավորվի։ Շատ են պրոյեկտները, շատ են ֆիլմերն ու սերիալները, որ առաջարկում են Netflix-ը, HBO-ն, բոլոր այդ հարթակները եւ վերջերս ապրիլի մինչև իհարկե այս ապրիլյան տրամադրությունը կար նաև 5-րդ սեզոնը Ռասկաս Լուժանկի, որը ես էլի դիտեցի, հիմա վերջին 6-րդ սեզոնը, ֆինալային սեզոնը, ավարտականը կլինի արդեն ապրիլի 8-ին հասանելի, եթե չեմ սխալվում Hulu-ով, էլի հարթակ է, որտեղ ներկայացում են էլի լավագույն ֆիլմերը, այնպես որ Սուրեն, իսկ Ռասկաս Լուժանկի այդ սերիալը քանի սեզոն է։ Ես լսել եմ դրա մասին, դու էլ ինձ անցյալ անգամ հուշեցիր, որ կարելի է նայել։ 6-րդը դուրս կգա արդեն ապրիլի 8-ին։ Բայց փաստորեն լիքը նայելու բան կա։ Այո, շատ հետաքրքիր է, որովհետև պատմությունը բավականին լավն է եւ դերասաններն են շատ լավ խաղում, եթե չեմ սխալվում, արդեն հասցրել է բավականաչափ Գրեմի վերցնել բոլոր սեզոնների ժամանակ եւ այս վերջինն էլ, հա, էլի ստացավ էլի Գրեմի, որպես էլի լավ սերիալ, դերասանական հիանալի խաղ եւ այլն, այնպես որ նույնպես արժի։ Ինչ հոյակապ է, որ դու ժամանակ ես գտնում հետևել այդ բոլոր նորություններին, այ ֆիլմաշխարհի հետ կապված։ Ես այս վերջերս ճիշտն ասած չեմ հասցնում, բայց բազում անգամներ լսել եմ լավ ֆիլմերի մասին, պարզապես չեմ հասցրել որևիցե մեկը դիտել, բայց սիրելիներս, ես կարծում եմ, այ այն որ երբեմն հեռախոսները վերցնում ենք ու այսպես ուղղակի թերթում ենք Երևի թե միտքը կտրելու ինչ որ առօրյա հոգսերից անկապ
այսպես ասած կներեք բառից համար անկապ ինչ որ հոլովակներ դիտելու փոխարեն կարելի է դիտել շատ իմաստալից եւ ինչու ոչ նաեւ ուսուցանող ֆիլմեր։ Եվս մի սերիալի մասին նշեմ, որը Սպիտակ լոտուսն է, հա, Belly Lotus, որը արդեն 3-րդ սեզոնն է դուրս գալիս, այնպես որ սա նույնպես շատ լավն է, անպայման դիտեք, հետաքրքիր պատմություն է, այնպես որ արդեն HBO-ն կամաց սերիա առ սերիա բաց է թողնում ամեն շաբաթ, այնպես որ սա նույնպես լավն է, բավականին այսպես հումոր կա մեջը, հետաքրքիր է եւ նաեւ հետաքրքիր պատմություն կա սյուժետային, այնպես որ այստեղ բան կա դիտելու։ Որ այդքան բան կա դիտելու, այո, հոյակապ է մնում է ժամանակ գտնել, տրամադրվել եւ նստել այդ բոլորը դիտել։ Մի փոքր ասես, չգիտեմ, օրվա ընթացքում այնպես մխրճվում ենք մեր գործերի մեջ, մոռանում ենք այդ լավ բաների մասին, բայց ֆիլմ դիտելը Ես ինչ եմ ուզում նաև ասել, Ադինե, ես այս ընթացքում նաև կարդացի այն գիրքը, որ դու նվիրել էիր, Սարոյան, Հայրիկ դու խենթ ես, այո, ես շատ եմ սիրում։ Միշտ ուզեցել եմ այդ գիրքը կարդամ, բայց դեռ այդպես չէր ստացվում անդադ, բայց քանի որ արդեն ունեի գիրքը, իսկ ես սիրում եմ, որ գիրքը կարդամ են դեպքում, երբ որ գիրքը իմն է լինում, եւ թղթիցն է տարբերակներ ոչ թե էլեկտրոնային։ Այո։ Կարդացի եւ խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ, շատ հետաքրքիր է ու շատ, չգիտեմ, շատ մերն է։ Ճիշտ է, ամբողջ պատմությունը ամերիկյան տրամադրության մեջ է գրված, բայց մենակ հայը կարող է այդպես լինել, այո, այդպեսի ծնող լինել։ Որդի այդ Դա շատ կարևոր է։ Շատ, այո, ես շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ քեզ այդ գրքի համար, հաջորդը որ պիտի կարդամ, իհարկե հրաշալիքն ինձ նվիրել է Սոնան։ Այնպես որ կարդացեք շատ, դիտեք լավ ֆիլմեր շատ, իսկ այս պահին էլ մենք կունենանք կարճատև դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը խոհանոցից։ Ես եկել եմ իմ շատ սիրելի Ադինեի կողքին։ Շատ բարի առավոտ։ Եվ քանի որ իմ ամենասիրելի համադրությունն է այստեղ, դրա համար ես հենց եկել գլխին էլ կանգնել եմ այս։ Շատ ճիշտ ես արել։ Սունկ եւ հավի կրծքամիս։ Ես էլ եմ շատ սիրում այս համադրությունը եւ առավել եւս հիմա պետք է համեղ մթերքներ էլի ավելացնենք, այս մյուս բաղադրիչները, այստեղ պետք է ավելացնենք թթվասերը եւ իհարկե պանիրը, որը այս ընթացքում ես փորձեցի քերիչով անցկացնել, սիրելիներս օգտագործեցի մացարելա տարբերակի պանիրը, Էլոլա ընկերություն։ Այո, ամենակարևորը նշենք դա, որ ցանկության դեպքում կարող եք ինքներդ էլ խանութից շատ հանգիստ ձեռք բերել այն։ Մեզ այս չափաբաժինը շատ բավարար է, ընտիր չափաբաժին է այս ուրեմն զանգվածի համար, այնպես որ այնպես մեծ ծախսեր այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ չէ։ Մի փոքրիկ կտոր, այո, պանիր եւ ամեն բան շատ այսպես հասանելի եւ համեղ կստացվի։ Ահա, հիմա այստեղ կավելացնեմ, դու երևի թե ինձ կօգնես, հա, խառնելու տարբերակը, դու, այո, ես այսպես թթվասեր ավելացնեմ, էլի Էլոլա ապրանքանիշի թթվասերն ենք օգտագործում։ Օհո, այո, շատ համեղ, ես նույնիսկ կարող եմ այսպես առատորեն ավելացնել, որպեսզի շատ համեղ եւ հագեցնող ստացվի մեր ուրեմն ուտեստը եւ կատնամթերքը գիտեք որքան անհրաժեշտ է մեր օրգանիզմին, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման, եթե այսպես սովորաբար նախաճաշի ժամանակ չես ախորժում թթվասեր առանձին օգտագործել, ապա կերակուրների մեջ, այո, ինչու ոչ կարելի է նաեւ այս տարբերակը։ Այստեղ կարծում եմ մի փոքր չեմ չարաշահի, եթե խմելիս ունելի ավելացնեմ, որովհետև ամենահամեղ համադրությունն է այս երկու բաղադրիչների, հավի եւ սնկի համադրությունը։ Երևի թե մի փոքր, այո, այստեղ իհարկե ասեմ, Սոն, սխտոր էլ շատ կսազի, այո, շատ, ճիշտ է ես այսօր չեմ օգտագործի, բայց սիրելն ես անպայման փորձեք նաև սխտոր, թարմ սխտոր ճզմել, կամ եթե չկա, փոշին էլ կարելի է, ինչու ոչ սխտորի փոշին, չնայած օրինակ սխտորի փոշին շեֆ խոհարարները հատկապես խորհուրդ են տալիս խոհանոցում չօգտագործել, բայց չգիտեմ, երևի թե չգիտեմ, այդ հավելումները շատ կա սխտորի փոշու մեջ, դրա համար են խորհուրդ տալիս, ասում են ավելի լավ է թարմ տարբերակը, եւ շատ օգտակար է եւ բնականաբար շատ ավելի համեղ է ստացվում։ Ահա,
Եվ այսպես, չնայած մի բան իմ գաղտնիքը բացեմ, ես երբ որ անելանելի դրության մեջ եմ լինում եւ երբեմն լինում է, այսպես սխտորի փոշի լինում է, ինչու ոչ օգտագործում եմ, այո, այդքան չեմ կենտրոնանում այդ ուրեմն դետալների վրա, որ սա կարելի է, սա չի կարելի, սա վտանգավոր է, սա իհարկե պետք է զգուշ լինել, իհարկե խոհանոցային վայրը, որտեղ իմպրովիզներ կարելի է անել մշտապես եւ փորձել նոր համեր։ Գուցե մի անգամ չստացվի, երկու անգամ չստացվի, բայց երրորդ անգամ կարող է բացահայտես այնպիսի համ, որը ամբողջ կյանքի ընթացքում քո այդպես հատուկ բաղադրատոմսը դառնա։ Շատ ճիշտ ես, ես համամիտ եմ քեզ հետ։ Այո, խոհանոցը շատ էսպես ստեղծագործ վայր է, աճելու տեղ կա, լիքը անսահման, անծայրածիր հնարավորությունների աշխարհ է խոհանոցը, որտեղ կարելի է, այո, ստեղծագործել, իմպրովիզներ անել եւ ինչու ոչ անել նաեւ այն, ինչը որ մշտապես եղել է, շատ այսպես հմուտ մարդիկ առաջարկել են մեզ։ Ահա, ավելացնենք։ Շատ դանդաղ է կրակը, այդպես պետք է լինի։ Ես ճիշտն ասած ցանկացա այնպես անել, որպեսզի դու քեզ լավ զգաս, այստեղ հանկարծ այնպես չստացվի, որ քեզ անհարմարություն պատճառի։ Ես էլ արդեն ուզում եմ կարմրի ինչ-որ երկարացնում է, բայց չի։ Հասկացա, որ կրակը բարձրացնեմ, ինչու ոչ ցածր։ Եվ իհարկե արդեն ժամանակն է ավելացնենք պանիրը, ու պանիրը, այո, այս պարագայում պետք է կրակը բարձրացնենք, որ հալ չի պանիրը։ Եվ հավի կրծքամիսն էլ կարմրի, որովհետև այստեղ կան կարմրած, բայց եւ կան նաեւ, այո, ոչ կարմրած կտորիկներ։ Այո։ Բայց ընթացքում դե բնականաբար մեզ ամենաանհրաժեշտ պահը, որ համերը միան խառնվեն եւ ստանանք հոյակապ այսպիսի համադրություն։ Այստեղ էլ նշենք, որ կարտոֆիլը արդեն վստահ եմ եփված է։ Խաշվում է։ Այո, քիչ ավելի ուշ մենք կանդրադառնանք կարտոֆիլին, բայց կարտոֆիլը պարզապես պյուրեի պետք է վերածեմ, այնտեղ ավելացնելով երևի մի փոքր կարակ, որպեսզի այսպես շատ համեղ եւ հագեցնող դառնա։ Այստեղ համեմունքներից ավելացեցի նաև աղ, ճիշտ այո, աղ, քմելի, սունելի, սև եւ կարմիր պղպեղներ։ Շատ լավ։ Շատ այսպես ասած դասական տարբերակ եւ շատ այսպես կարճ եւ կոնկրետ։ Երբեմն ես առաջարկում եմ համեմունքների բազմապիսի շղթա, այնտեղ քրքում կա, չգիտեմ, խմելի, սունելի, նույն դարչինը, չգիտեմ ինչ համադրություններ, բայց այս պարագայում շատ այսպես ինձ շատ կոնկրետ եմ պահել։ Դասական տարբերակով է, այո։ Հետո այսօր արդեն ապրիլի 1-ն է, իսկ ապրիլը իր հետ բերում է նոր շատ այսպես խոտերի տեսակներ, որոնք կարող ենք մեր առօրյայում օգտագործել եւ շատ օգտակար են եւ շատ համեղ են, եւ կարծում եմ առաջիկա եթերներին կլինեն կանաչ բաղադրատոմսեր շատ, որովհետև գարունն իր ընթացքի մեջ է, եղանակը արդեն երեկվանից հետո կանխատեսումներով, ըստ կանխատեսումների ավելի լավն է այսօր եւ առաջիկա օրերին, այնպես որ կարող ենք փորձել եւ իհարկե չենք մոռանում ապրիլը հրաշալի ամիս է տոների առումով, ապրիլի 20-ին Սուրբ Հարության տոնը կնշենք, կտոնենք եւ պահքից դուրս գալը նաեւ պատարակով կլինի։ Եվ կարծում եմ դրան եւս կանդրադառնանք անպայման, վստահաբար մենք առանց, այսպես ասած, Սուրբ Զատկի տոնի հետ կապված առանց այդ սեղանի չենք բավարարվի անպայման, դե երևի ընթացքում մնացածը, այո, այդ առումով շատ մեծ եւ հետաքրքիր անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին, այնպես որ դրա մասին իհարկե առաջիկա եթերներին անպայման կանդրադառնանք, իսկ այս պահին լինի կարճատև դադար, որից հետո վերադառնանք ու շարունակենք առաջին ծրագիր։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը։ Այո, մենք շատ լավ տրամադրություն ունենք եւ իհարկե հորդորում ենք բոլորին ունենալ հենց այդ լավ տրամադրությունը, ինչի հետ կապված է անմիջական կապ ունի արևը, ժպիտը եւ իհարկե այն մարզումները, որոնց հետ մենք պարբերաբար առնչվում ենք, որովհետեւ պետք է խնամել մարմինը, պետք է հետևել առողջությանը եւ պետք է հաճախ մարզվել, առավել եւս եթե այդ մարզասրահում տեղակայված են այնպիսի հետաքրքիր վայրեր, որոնք թույլ են տալիս մարզվելուց հետո անմիջապես ուշադրություն դարձնել առողջ սննդին, որովհետեւ ինչպես ասում են մարզիչները, կատարյալ արդյունքի հասնելու համար միայն մարզումները բավական չեն, պետք է հետևել նաև սնունդին եւ փորձել նաև օգտագործել այնպիսի մթերքներ կամ ճաշատեսակներ, որոնք կլրացնեն ձեր մարզումները։ Այո, համեղ խոհանոց կա մեր տաղավարում եւ իհարկե Hill սպորտային համալիրում գործող
ռեստորանային հատվածում, որտեղ եղել է Սուրենը։ Այո։ Եվ փորձարկումներ է արել։ Հիմա գնանք իր պատրաստած նյութի հետքերով եւ տեսնենք, թե ինչ համեղություններ են այնտեղ փորձել։ Բարի լույս, առավոտը Hills-ի շրջանակներում Hills համալիրի ռեստորան եմ գալիս այսօր, որպեսզի բացահայտեմ համեղ եւ իհարկե օգտակար մենյուն եւ իհարկե տեսնենք, թե ինչ հրաշալի պայմաններ կան, որ ոչ միայն առողջ սնվել է այստեղ մարզվելու ընթացքում, այլ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու համար։ Գնացինք։ Ստեփան ջան, կասեք Hills-ի խոհանոցը ինչքանով է համապատասխանում առողջ սնունդ կարգավիճակին։ Նայեք, Hills-ի խոհանոցի մենյուն կազմելուց նենց ենք արել, որ 70% լինի ավելի առողջ սնունդ, ավելի սպորտային սնունդ, այն 30%-ը fast food չի կարա չլինի այսօր։ Fast food, իտո առողջ fast food-ն էլ ունի իր մեծ դերը։ Հիմնականում աշխատել ենք, որ 70% առողջ ապրելակերպով զբաղվող մարդկանց համար դյուրին լինի սնունդը։ Ինչի վրա եք շեշտը դնում հատկապես։ Հիմնականում շեշտը դնում ենք թարմ մտերքների, ամենօրյա առևտրի, որբիսի, ամենօրյա առևտրի գրավականն է թարմ եւ առողջ սնունդը։ Ոնց ուզում եք արեք, եթե ապրանքը թարմ չի, դու ինչքան կուզես օգտագործի, չգիտեմ, նոր զելանդական միս կամ կարակ կամ էս չի ստացվի։ Թարմ, ամենակարևորը թարմ սնունդ։ Երբ որ ծնողները գալիս են Hills սպորտային համալիր մարզվելու եւ ժամանցն անցկացնելու, եւ իրենց հետ են նաեւ երեխաները, ինչքանով ծնողը հանգիստ լինի, որ երեխայի համար կա մենյու եւ համապատասխան առողջ սնունդ։ Միանշանակ մենք հատուկ մշակել ենք երեխաների համար սնունդ, չի կարա լինի սպորտային համալիր եւ չունենա երեխաներին համար սննդակարգ, ասենց ասեմ։ Ունենք սննդակարգ երեխաների համար նախատեսված, թե այն բուրգերները, որոնք որ իրենք սիրում են, բայց ավելի հեշտ ու դյուրին պրոդուկտներով, թե պիցաները, ամեն ինչ արված է, որպեսզի երեխաները լավ զգան, բավարարված զգան ծնողներն իրենց երեխաների համար ապահովել են։ Համալիրը իհարկե բացի մարզվողների համար նախատեսված սպասարկումից եւ մենյուից ունի հնարավորություն նաեւ այստեղ անցկացնելու եւ ընդունելու մեծամասշտաբ միջոցառումներ։ Արդյոք կա համապատասխան մենյու եւ իհարկե արագություն այս ամենը սպասարկելու համար։ Միջոցառումների համար ունենք առանձին մենյու, որը նախատեսված է, չգիտեմ, հարսանիք, մեծ քանակությամբ չի, մինչև 120 հոգի, հարսանիք, կնունկ, ծնունդ, իհարկե այդ առանձին մենյու է։ Ունենք տարատեսակ ուտեստներ նման միջոցառումների հետ կապված, որ ընդհանրապես կապ չունի հիմնական մենյուի հետ։ Եվ ինչքանով է համապատասխանում սպասարկումը բարձրակարգ ստանդարտներին եւ ինչքանով են կարողանում գոհունակություն արժանանալ հենց հաճախորդների կողմից։ Բարձրակարգ ասածը, գիտեք ինչ, ամենակարևորը վերջում հաճախորդի ժպիտն է։ Միջոցառման վերջում, եթե հաճախորդը ժպտալով հեռացավ ձեր մոտից, ուրեմն ամեն ինչ իդեալական է կարել։ Հաճախ ինչ արձագանք եք լսում հաճախորդներից։ Հաճախորդը հիմնականում մեր մոտից գնում է ուրախ, ժպիտով, հետ վերադառնալու ակնկալիքով։ Եվ Ստեփան, ինչ եք առաջարկում այսօր մեզ։ Այսօր առաջարկում եմ ստեյք մինյոն, հորտի մսով պատրաստած ստեյք եւ առաջարկում եմ հավավակադոյով աղցան, համտեսենք։ Շնորհակալություն։ Այսպիսին է Hills սպորտային համալիրում գտնվող ռեստորանային հատվածը, որտեղ ոչ միայն առաջարկում է առողջ եւ մարզական սնունդ, նաեւ իհարկե տալիս է հնարավորություն մեծամասշտաբ եւ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու համար։ Դե, ինչպես ասում են, բարեախորժակ մեզ։
ահա, այսօր եւս նախանձելի տեսանյութեր եկել հիս սպորտային համալիրից, առասարակ սա այն համալիրն է, որտեղ կարելի է ապրել, հյուրանոցում կարելի է տեղակայվել, մարզասրահում կարելի է մարզվել, ռեստորանում կարելի է շատ համեղ սնվել։ Այո, փաստում եմ այս ամենը, որովհետև հենց շեֆ խոհարարը շատ համեղ էր պատրաստել եւ այնտեղ ամեն ինչն է, հա, մենյուում շատ համեղ, շատ գեղեցիկ էսթետ էր ամեն ինչը, միանշանակ եւ տալիս է հնարավորությունը հաճելի ու գեղեցիկ հանդիպումներ կամ պարզապես լավ միջոցառումներ կազմակերպելու եւ ընդհանրապես մարզվում եք, պետք է սնվել, որպեսզի մկամները կարողանան աճել, ինչպես ասում են, եւ հենց այնտեղ առողջ սնունդը ձեր տրամադրության տակ է հասանելի բոլորին։ Դե համեղ խոհանոցից համեղ խոհանոց ենք տեղափոխվում եւ հիմա տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն որ փուլում է։ Ադրինե, շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողներին, իսկապես շատ հետաքրքիր տեսանյութ էր եւ շատ համեղ մեր օրվա այսպես խոհանոցային հատվածին համահունչ, շատ գեղեցիկ էր ամեն բան ներկայացված եւ իհարկե օգտակար։ Այսպիսի սնունդը շատ կարեւոր է մեր սննդակարգում երբեմն ունենալ։ Չեմ ասում, որ մշտապես մարդիկ կարող են այդպիսի սնունդ ապահովել, ինչ-ինչ պատճառներով, բայց այնուամենայնիվ մեկ-մեկ անդրադառնալ նման սննդակարգի շատ եւ գեղեցիկ կլինի եւ շատ օգտակար։ Իհարկե ես ասեմ, թե եւս մեկ անգամ կկրկնեմ, թե ինչ ենք այսօր պատրաստել, սիրելիներս, այսօր պատրաստել ենք շատ պարզ, շատ հասարակ եւ հասանելի մթերքներից ուտեստ, որը մեր օրվա ընթացքում առօրյայում շատ գործածելի է եւ իհարկե, եթե կարողանանք այս ուտեստը պատրաստել ճաշի ժամին, այսինքն 2-ից 3-ը ընկած հատվածում սա ճաշակել շատ տեղին կլինի։ Ուրեմն պատրաստեցի, տապակեցի հավի կրծքամիս, այնտեղ ավելացրեցի սունկ, ավելացրեցի թթվասեր եւ իհարկե պանիր էլ օգտագործեցինք, մացառելա տարբերակը, իհարկե համեմունքներից խմելի սունելի, աղ, սև եւ կարմիր պղպեղներ։ Արդեն այս խճողակը պատրաստ է, մեզ միայն մնում է պատրաստել պյուրեն։ Ինչպես նշեցի, մենք այսօր այս համեղ միջուկը ուրեմն մատուցելու ենք պյուրեով։ Մեզ միայն մնացել է պատրաստել պյուրեն, իսկ պյուրեն պատրաստելու համար ընդհանրապես պետք է աղ եւ կարակ, այսօրվա տարբերակում գոնե այսպես, բայց ընդհանրապես գիտեք, շատերը սիրում են նաեւ տապակած սոխ ավելացնել պյուրեին, այնպես որ դա էլ թողնում եմ ձեր ճաշակին, ինչպես դուք կցանկանաք, հենց այդպես էլ պատրաստեք։ Այստեղ անպայման աղ կավելացնեմ, կարակ կավելացնեմ եւ իհարկե կտրորենք այն։ Ես տեսնում եմ դու արդեն պատրաստման ավարտական փուլին ես հասնում։ Ես ուզում եմ նշել անպայման, որ իհարկե խոհանոցում շատ կարևոր է շատ համեղ պատրաստել, որտեղ ձեռքի տակ ամեն համեմունքները կան եւ ուտեստի համար բաղադրիչները, բայց նաեւ շատ կարևոր է, որ այդ համեմունքներն ու բաղադրիչները լցվեն այնպիսի տարաների մեջ, որոնք կապահովեն նաեւ սնունդի ճիշտ եփմանը, այո։ Այս ամենում օգնում է Տրամոնտինա բրազիլական բրենդը, որն արդեն իսկ Հայաստանում ներկայացնում է խոհանոցային շատ մեծ պարագաներ, լայն պարագաներ, որոնք արտադրվում են հենց Բրազիլիայում, տեղափոխվում այստեղ եւ ունեն հատուկ ծածկույթ, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա շատ կարեւոր է, հատկապես եթե պատրաստում եք այդ համեղությունները փոքրիկ հրաշքների համար։ Չմոռանանք առավոտյան նախաճաշել էլոլան առաջարկում է կատնամթերքի լայն տեսականի, որը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար, հատկապես առավոտյան։ Եվ փորձեք էլոլայի ամբողջ տեսականին, որոնք ներկայացում են Հայաստանի լավագույն խանութներում, փնտրել նաեւ Լոս Անջելեսում, Միացյալ Նահանգներում նույնպես հասանել են, հայկական խանութներում մեր հայրենակիցները կարող են արդեն իհարկե ձեռք բերել եւ համտեսել։ Եվ նա անպայման ուզում եմ նշել Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող լայն տեսականին պահածոների եւ կոմպոտների, որոնք տալիս են տնական պատրաստածի համը, տրամադրությունը եւ որակը ամենակարևորը։ Սա նույնպես հասանելի է արդեն բոլորիս համար, ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, այնպես որ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող լայն տեսականին պարբերաբար տեղ է գտնում նաեւ Ադրինեի պատրաստած ուտեստների մեջ։ Այսօր հատկապես եւ ոչ միայն այսօր, մշտապես չկա որևիցե ուտեստ այստեղ պատրաստող, որ մեր գործընկերների առաջարկից մենք չօգտվենք։ Դա կլինի Էլոլա ապրանքանիշը, դա կլինի Իջևանի գինո պահածոների գործարան, թե դա կլինի Տրամոնտինան, որը ապահովում է ինձ այս գեղեցիկ սպասքով հարմարավետ եւ թեթև։ Ինչ ենք անում։
Ահա պատրաստում ենք պյուրե, պյուրեն բնականաբար ես ասացի ամենապարզ տարբերակն ենք այսօր մենք օգտագործելու, այսինքն տապակած սոխ չենք ավելացնելու, որոշակի հավելումներ չենք անելու, պարզապես այսպես տրորեցի, կարակ ավելացրեցի, աղ ավելացրեցի։ Ամեն ինչ պատրաստ է։ Այո, ամեն ինչ պատրաստ է, վերջում արդեն մնում է գեղեցիկ մատուցել։ Մնում է գեղեցիկ մատուցելը եւ ճաշակելը, ինչն էլ արդեն կարվի հաղորդման ավարտին, իսկ այս պահին կունենանք փոքրիկ դադար ու հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին։ Հաղթողներն են, լավագույններն են մեր եթերում լինելու, այնպես որ մնացեք մեզ հետ, չմոռանանք, որ վերջերս Աշխարհը տոնեց թատրոնի միջազգային օր է եւ Հայաստանում անցկացվեց նաեւ արտավազդ մրցանակաբաշխությունը եւ մրցանակակիրներն այսօր մեր տաղավարում են լինելու։ Հոյակապ մարդիկ, մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես արդեն բազմիցս նշել ենք, մարտի 27-ին տեղի ունեցավ արտավազդ մրցանակաբաշխությունը եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը այդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ 6 արտավազդի։ Լավագույն դերասանը ճանաչվել Վարշամ Գևորգյանը, իսկ դրսում ձյուն է գալիս ներկայացման համար, որտեղ մարմնավորում է Չիկոյի կերպարը։ Լավագույն երիտասարդ դերասանուհին Միլենա Ղազարյանն է լակոտը ներկայացման մեջ թագուհու դերի համար։ Իդեպ լակոտը ճանաչվել է նաև տարվա լավագույն ներկայացում։ Լավագույն երաժշտության հեղինակ մրցանակին արժանացել է Արմեն Շահինյանը, Բարգանում ես եւ Մարդ հապի մեջ ներկայացումների երաժշտության համար։ Լավագույն թատերախոսական անվանակարգում մրցանակը ստացել է Անի Հարությունյանը Պարույր Սևակի Մարդ հապի մեջ պոետիկ տեքստի վերամարմնավորման համար։ Լավագույն մանկական ու երիտասարդական ներկայացումները Բարգանում ես եւ Մարդ հապի մեջ ներկայացումներն են, որոնք բեմադրել է մեր շատ սիրելի Նարինե Գրիգորյանը։ Եվ այսպես, մեր տաղավարում են տարվա լավագույնները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը եւ դերասանուհի Միլենա Ղազարյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ո՞նց եք։ Այնքան լավ բաներ ասացիք, որ արդեն նորից այդ պահերը վերապրեցինք։ Շնորհավորում ենք։ Շատ կարևոր է դարձնում է։ Ես երբ որ դիտում եի, հա, արդեն ավարտից հետո բոլորի կարծիքները, ես լսեցի Արմեն Քուշկյանն ասեց, բոլորն են երազում Նարինե Գրիգորյանի մոտ խաղալ, դա ինձ հաջողվեց։ Իսկ ինչ դեռ չի հաջողվել, Նարինե ջան, ինչ անեմ, որ ես քո մոտ գամ խաղամ։ Կգաուր է։ Ամաչում եմ։ Ես ուզեի չոքեչոք մոտս գա։ Չէ, ամաչում եմ։ Դե տրամադրությունը եւ էմոցիաները։ Ինձ թվում էր շատ հատկանշական էր, որ դա տեղի ունեցավ հենց Կապանում եւ դա շատ եւ նույնիսկ կազմակերպիչներին թվում էր, որ կարող է ինչ որ թատրոններ չգան, որովհետեւ ասեն հերույ է, բայց հակառակը բոլորը խնդրում էին կարող ավել տոնս լինի, գանք բոլորս եւ մի խոսքով իրականում գուցե որ մայրաքաղաքից դուրս էինք, նոր միջավայրեր, բնություններ, չգիտեմ, բայց շատ ավելի ուրախ էր անցնում, շատ ավելի անկաշկանդ չգիտեմ, իրականում եւ Կապանի հանդիսատեսը ապշեցրեց, որովհետեւ այդքան թատերասեր, այդքան բարձրաճաշակ, այդքան իսկապես այնքան ծարավ էին իրենք թատրոնի արվեստի, որովհետեւ մինչեւ արտավազդ մրցանակաբաշխությունը կար Կապանի կամերային թատրոնների ներկայացումների փառատոներ 6 օր տևում եւ ուղղակի հիասքանչ հանդիսատես էր, որովհետև մենք փակում ենք փառատոնը եւ հետո մնացինք արտավազդին։ Եվ ես մտածում եի, որ իսկապես հանցագործություն է, որ մենք չենք գնում անverջ այնտեղ, որովհետև եթե կարիքը կա, մենք պարտավոր ենք ներկա լինել, էլի։ Ու այդ առումով ուզում եմ շատ շնորհակալություն ասել եւ այդ ում մոտ գաղափարն է հասունացել, մինչեւ իրականացնողները, ովքեր նպաստել են, որ իրականանա այնտեղ Կապանում, որովհետև դա իսկապես տոն էր, թե կապանցիների համար, թե մեզ համար, որովհետև ուրիշ միջավայր էր եւ ուրիշ կերպ էր մթնոլորտը ընդհանուր։ Ամեն արտավազդ ճիշտ է իր արժեքը ունի, հա, որովհետև կապ չունի այդ տարին ինչի համար է ստացել։ Այս մի արտավազդը ինչ զգացողություն տվեց։ Սուրեն ջան, Միլենան կասի, որովհետև ինքը առաջին անգամ է ստանում, բացի նրանից, որ օրինակ ասում են դե լավ, երրորդ կամ չորրորդն է ստանում, խնդիրը դա չէ, թատրոնը այնպիսի արվեստ է, որ ինքը հենց այս պահին ծնվող ու մեռնող է, դու այսօր ես ապացուցում, որ արժանի ես թատրոնում լինել, վաղը կարող է արժանի չես, դրա համար երբ 4 տարի անց նորից ստանում ես, մտածում ես, որ դեռ հետաքրքիր եմ, ինչ լավ է, որ դեռ լավագույնների մեջ եմ եւ այլն, էլի։ Դրա համար իսկապես ամեն անգամ ինչպես առաջին անգամ է այդ զգացողությունը։ Եվ թող Միլենան էլ ասի։ Ինձ համար երևի ավելի շատ պարտավորեցնող, հաճելի,
Չգիտեմ, շատ էի հուզվել, որովհետև երբ գնահատվում է արածդ աշխատանքը, դու քեզ լավ ես զգում միևնույն է, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ նորից ու նորից Նարինե Գրիգորյանին։ Իրեն վերել եմ, որ ինքը հա, դրա համար մի անգամից ասեցի սիրվել են։ Ես այդ երջանիկներից մեկն եմ, ով հնարավորություն ունեցել է եւ ունի դեռ, կարծում եմ աշխատելու Նարինե Գրիգորյանի հետ։ Եվ ես շատ շնորհակալ եմ, որ իմ ձեռքը բռնած Նարինե Գրիգորյանը եւ մյուս գոլեգաները եւս ինձ ուղղորդում են այս ճանապարհով։ Ես իրենցից միշտ սովորում եմ, սովորել եմ ու դեռ շատ բան ունեմ սովորելու ու հույս ունեմ, որ ավելի ու ավելի դեռ կաճեմ, կապացուցեմ, որ ինչ որ չափով արժանի է այդ մրցանակը ստանալու։ Գիտեք, ինձ ինչն է հետաքրքրում միշտ, երբ ձեր անունը կարդում են բոլոր թեկնածուների անունների մեջ եւ դուք նստած սպասում եք ձեր անունը կլինի թե չի լինի։ Այդ զգացողությունները եւ կար միտք, որ ես եմ լինելու, վստահություն կամ ընդհանրապես չեք մտածում։ Այդ մի քանի րոպե, մի քանի վայրկյան առաջը ինչ զգացողություններ էին։ Չէ, չկար վստահություն իրականում, որ ես կլինեի։ Հուզված նստած էի ու այսպես լարված էի, բայց միևնույն է, եթե թեկուզ իմ անունը չհնչեր, ես շատ կուրախանայի մյուսի համար, որովհետև դա չէր նշանակի, որ ես կդադարեմ ստեղծագործել կամ թևաթափ կլինեմ, չէ, միևնույն է, երկու դեպքում էլ մոտիվացիան կա եւ կլիներ։ Ինձ էլ կտա դերից։ Լավ հարց։ Առավոտվանից սարսափելի վախենում եմ, սարսափելի։ Պատկերացրեք դրանից 2 օր առաջ խաղում էի ֆրանսերեն լեզվով բլինգը, այսինքն ամբողջ ինձ համար մի նոր լեզու էր բան, այդքան չէի վախենում։ Ամեն անգամ արտավազդին շատ տարօրինակ եւ գաղտնի բան եմ ասում։ Ասում եմ Երանի չտան այս մրցանակը, որ ես դուրս չգամ ստանալիս, ապուշ խոսեմ։ Հա որտեղ չես իման ինչ ասես, չես իման ոնց ձևակերպես, որտեղ ի վերջո որ երբ որպես դերասան ես բարձրանում, դու չես, չէ՞։ Իսկ երբ դու ես բարձրանում ստանալու, այնքան վախենալու, որ Նարինե Գրիգորյանն ա բեմում, եւ չգիտեմ, շատ վախենալի արտավազդ մրցանակաբաշխությունը։ Հա, եւ որ մի հարցի էլ ուզում եի պատասխանել, որ ինչով էր այս տարի հատկանշական, հետաքրքիր էր, որ ես հետո հիշեցի, որ ես միայն արտավազդ ստացել եմ լավագույն ներկայացում փափլիկը։ Այսինքն միշտ որպես բեմադրիչ, դերասանուհի, երիտասարդ դերասանուհի եւ այլն, բայց որպես ներկայացում, որովհետեւ իրականում ամենաբարձր չափանիշը արդեն երբ լավագույն ներկայացումն է ստեղծել։ Եվ մենք այս տարի 3 ներկայացման համար ստացել ենք։ Մանկական, երիտասարդական եւ հա արդեն հասունը եւ դա շատ աննախադեպ էր, մեզ համար էլ էր անսպասելի, անկեղծ։ Արդեն դե մտածում ենք էլ լակոտը չենք ստանա, բարկանում էսը ստացել ենք, հա, էլ շատ, հա, եւ շատ լավ էր։ Ես էլ մտածում եմ ինձ հակառակը ռեժիսոր կտա, ներկայացումը չեն տա։ Ես էլ սպասում եմ, որ ռեժիսոր, վայ, ռեժիսոր չեմ ստացել, բայց շատ ուրախ էի, որ ռեժիսոր չեմ ստացել, որ ներկայացումն եմ ստացել։ Շատ։ Նարինկա, դու պիտի շատ շուտով մեկնես Միացյալ Նահանգներ։ Շատ կարևոր առաքելություն ունես, որովհետև քո շատ շքեղ ներկայացումը, պիտի այնտեղ ներկայացումները պիտի այնտեղ ներկայացվեն։ Խոսենք այդ մասին նաև։ Հոմենտմեն Գլենդել Արարատի հրավերով պիտի ապրիլի 11-ին, 12-ին, 13-ին խաղամ Էլ Պորտալ թատրոնում Լոս Անջելեսի եւ դա շատ ինձ համար պատասխանատու է, որովհետեւ ամերիկաբնակ մեր հայրենակիցների համար առաջին անգամ եմ խաղում, բայց այնտեղ այնքան ծանոթ ունեմ եւ կարծում եմ, որ իրենք էլ այդ որ ասում են մի օր գանք Գոմեշը տեսնենք, հիմա մի օր ես կգնամ, որ իրենք եւ Հրանտ Մաթեոսյանի Գոմեշը տեսնեն, որովհետեւ այս տարի նաեւ Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակն է եւ նաեւ կխաղամ Սարան Ալբանդյանի եւ իմ համատեղ ստեղծած պիեսը Իմ ընտանիքը իմ ճամբրուկում է վավերագրական ներկայացումը, որը արցախյան դեպքերի մասին է, այն տարիների պատերազմի, գերության եւ այլն։ Այդ երկու ներկայացումները երկու անգամ խաղալու եմ Իմ ընտանիքը իմ ճամբրուկում է, մեկ անգամ Գոմեշ։ Այնպես որ իսկապես անհամբեր սպասում եմ հանդիպմանը, որովհետև այնտեղ շատ ծանոթ հայրենակիցներ կան, որոնց վաղուց չեմ տեսել, դասարանցիներ, հարազատներ, այնպես որ իրականում ինձ թվում է շատ երջանիկ թրթիրով եմ գնում եւ անհամբեր եմ այդ հանդիպմանը։
Շատ շուտով կկայանա, չմտածես, ինք համոզված ենք, որ այնտեղ արձագանքները շատ բարձր են լինելու, ծափարությունները նույնպես։ Ինքան բարձր են ծափարությունները լսել, որ մենք այստեղ լսելու ենք այդ ծափարությունները։ Ես վստահ եմ։ Մի հարց կա։ Վերջին շրջանում անընդհատ մենք տեսնում ենք ֆիլմեր, որտեղ քո դերակատարումը կա, հա, Շարլ Ազնավուրը, Մայրիկի կերպարը, վերջին օրերս անընդհատ ներկայացում է ամերիկացին։ Հետաքրքիր է ֆիլմը եւ թատրոնը։ Սրանք տարբեր աշխարհներ են, ինչքան էլ իրանք մոտ են արվեստի գծով իրար հետ, բայց տարբեր են։ Երբ դու քեզ տեսնում ես ֆիլմում, ինչ զգացողություն է, եւ երբ դու բեմում ես, ինչ զգացողություն է, որտեղ բեմում դու ինքդ քեզ չես տեսնում։ Հա։ Լրիվ կորում ես, բայց երբ դու քեզ տեսնում ես ֆիլմում, ու այդ ֆիլմը արդեն գնում է հեռուստատեսությամբ, ինչ զգացողություն ունես։ Չգիտեմ, տարօրինակ է, բայց ինձ համար միշտ ես առաջինը ֆիլմն եմ նայում, ոչ թե ինձ եմ նայում ֆիլմում, այլ ֆիլմն եմ նայում։ Ինձ համար կարևոր է, որ լավ ֆիլմ լինի, որի մի մասը ես եմ։ Եվ էական չի, որ ես այնտեղ մեծ ներկայություն ունեմ, թե փոքր։ Եվ ամերիկացի ֆիլմը երկար էինք փորձում։ Այս վերջերս որտեղ բոլորը ամերիկացից են խոսում։ Դրա համար հիշեցի, որ հետո ես նկարանում էի Հովիկ Կոշկերյանի հետ եւ չգիտեի, որ դա Հովիկն է։ Ուրեմն փորձ ենք անում մեր թատրոնում, ուրեմն գծել ենք ուղիղ այդ տան նման չափերով, ինչպես խոհանոցն է, բան գծել էր Մայքլ Գյուրջյանը, եւ մենք այդպես փորձում ենք, սա խոհանոցն է։ Ինքը մեզ համար տեքստեր էր գրել, այսինքն այնինչ չի լսվում, իրական ամբողջը կար, գրված էր։ Հա, եւ հետաքրքիր է, երբ խաղընկերդ փոխվում է, դու էլ ես փոխվում, որտեվ Հովիկը շատ մեծ տղամարդ էր, ես կողքս հենց փոքր կին էի զգում, առաջին անգամ ինձ փոքր կին էի զգում։ Բայց ամենասկզբից փորձերը հենց իր հետ էր արվում, չէ՞։ Հենց իր հետ էր արվում, բայց ես չգիտեի ինքը ով է։ Հետո համաճարակը եղավ, ինքը գնաց Իսպանիա։ Ինքը գնաց, դե տանն էինք բոլորս, ասեցինք լավ, նայենք։ Նայ, որ չտեսա ինքն, ու ասում եմ մի հատ ֆոտո չեմ, ես չեմ սիրում ֆոտո նկարել, մի ֆոտո չեմ արել, որ գցեմ հիմա Facebook հայտնի դառնամ, բոլորը տեսնեն, որ իր հետ է նկարվում։ Շատ վատ էր, շատ։ Եվ ուզում եմ ասել, որ ֆիլմը նայում եմ, ես հասկանում եմ մենք ինչ ահռելի աշխատանք ենք արել ու ինչքան քիչ ներվում է ծագից, բայց մեկը, որովհետև շատ լավն է ֆիլմը, հաճույք եմ ստանում շատ, եւ այդ ֆիլմի համար եմ ստացել լավագույն դերասանուհի, եւ իդեպ Միլենան էլ հիմա հրավեր ունի նոր ֆիլմում նկարահանվելու, այդպես որ կարծում եմ դեռ փակագծերը չեմ կարող։ Այստեղ Հայաստանից լավ չեմ ասել, այս չէ, լավ, ինձ հարցեք։ Իդեպ խորհուրդ կտամ դիտեք Հովիկի մասնակցության վերջին ֆիլմը Պլատֆորմ 2-ը, որը Netflix-ում կա, շատ իր դերակատարում պարզապես շքեղ դերակատարում, այնպես որ դիտեք անպայման։ Եվ քանի որ Սոնե խոսեց թատրոն կինո այդ համադրության եւ տարբերության մասին, ես ուզում եմ հարցնեմ թատրոնում դուք եւ դերասան եւ ռեժիսոր եւ այս ամբողջ զբաղվածությունը ոնց չեք խառնում իրար, ոնց եք ամեն ինչ sense տեղերով դասավորում։ Այս իմ համար եմ էլի հարցնում, որտեղ իմ գործերն էլ է շատ, ես երբեմն խճճվում եմ այդ ամեն ինչի մեջ։ Ես հարցնում ոնց է։ Ինձ ասում են, մենք է զարմացանք ճանապարհ եկար խաղացիր, բայց թե ինչքան եմ ես հետո թուլանում, ինչքան հոգնած եմ լինում, ու ես մտածում եմ, բա այն մարդիկ ոնց են հասցնում, ես ինչու չեմ կարողանում։ Այնպես որ ես լավագույն օրինակը չեմ։ Ես հոգնած օրինակն եմ։ Ես ուղղակի հիմա մտածում եմ շուտ գնալ Ամերիկա, որ ջեթլագը հաղթահարեմ, հոգնած չխաղամ։ Հա, այդ շատ կարևոր է։ Պարսկահայերը հոգնած չեղնից։ Շուտով թատրոնը կտեղափոխվի արդեն իր նոր շենքը, երկար սպասված։ Ինչ զգացողություններ կան, ինչպես եք սպասում այդ օրվան, ինչ եք անում այնտեղի համար արդեն։ Դու ուզում ես պատասխանել։ Չստացվում որ գողանում եմ բոլոր հարցերը։ Դուք ասեք ես։ Լավ, դուք ավելի բաղուց։ Մեզ մոտ դե Սիմոն Աբգարյանի հետ մտերմացել ենք եւ մեզ մոտ բեմադրություն է սկսում, արդեն աշխատանքներ, նախնական աշխատանքներ տարել է մեզ հետ, արդեն ընտրել է Միլենան էլ կա, ես էլ կամ, կոչվում է Պենելոպե, դա հենց Սիմոն Աբգարյանի գրված պիեսն է եւ ասեմ որ շատ լավ պիեսներ է գրում Սիմոն Աբգարյան եւ այդպիսով ստացվում է որ եւ հայ հեղինակի դրամատուրգիա է եւ Սիմոն Աբգարյանն է գալիս բեմադրություն անելու եւ ի վերջո համազգային թատրոնը շատ ուզում ենք որ հայ գրականության բացվի կբացվի Սարգսյանի Լակոտը ներկայացումով կլինի Սիմոն Աբգարյանի Պենելոպե եւ ես հիմա անում եմ Մետրլինք բայց արխիվում ունենք Սարոյան ունենք շատ բաներ ունենք Մետրլինքից որը
Սուրբ Անտոնիոս հրաշագործությունը։ Շատ Շատ հայտնի գործ է բոլորիս համար։ Հա։ Միլենա, քո զգացողությունը, որովհետև ես գիտեմ, որ համազգային թատրոնը կազմը, հա, շատ երկար է սպասում այս process-ին, երբ պիտի տեղափոխվի արդեն իր իսկ շենքը, եւ քո զգացողությունը ինչպիսին է, սպասումները, արդյոք կարող է այնտեղ օտար լինի, որովհետև այստեղին են արդեն սովորել։ Ես 5-ից 6 տարի, հստակ չեմ հիշում, արդեն համազգային թատրոնում եմ, ու ես էլ իրենց պես հավասար ինձ թվում է սպասում եմ շատ, որովհետև չգիտեմ, այնքան երկար են իրենք սպասել իրենց շենքն ունենալուն, որ ես էլ արդեն համազգայինի մի մասը լինելով, ես էլ հավասար սպասում եմ։ Բնականաբար սկզբում գուցե լինի այդ օտարությունը եւ անսովոր լինի բոլորիս, բայց ինձ թվում է մենք մեր թիմով կկարողանանք այդ պատերը նորից լցնել մեր ջերմությամբ ու սիրով։ Ու կստեղծագործենք այդտեղ ավելի ուրիշ նոր ուժով։ Ամեն դեպքում նոր գույներ, նոր պատեր, չգիտեմ, ճիշտն ասած, մի քիչ այս բեմն էլ արդեն հոգնել ենք, այս բեմում ոնց փակենք, որ այս բանը չերևա, այս մեկը, հա, շատ լավ է, որ նոր շենք ենք գնալու։ Եվ կարծում ավելի մեծ մոտիվացիա է նոր ներկայացումների համար, չէ՞։ Անպայման, արդեն մեկ է, գիտեք, ամեն դեպքում բեմը շրջանակն է ներկայացման։ Երբ շրջանակը լավն է, կա, չէ, լավ նկար է, բայց շրջանակը, որ լավը չի լինում, մեկը չի հավաքում ներկայացումը։ Ես մտածում եմ, անգամ այս ներկայացումները, որ հետո տանելու ենք եւ ադապտացնենք այս բեմին, միևնույն է 10 անգամ ավելի լավ է երևալու այդ մաքուր բեմի վրա, որովհետեւ միևնույն է թատրոնը սկսում է մուտքից, թատրոնը ինչպես Ստանիսլավսկին ասում է հանդերձարանից, ինձ համար հենց դուրը բացում են, մտնում են, արդեն պիտի թատրոնը սկսի։ Եվ այդ ժամանակ ուղղակի ներկայացումը շարունակությունն է այդ հեքիաթի։ Իսկ երբ ամեն ինչը տեղավորվում ենք, վայ, աթոռը սենց ալ, վայ, էս փոկել են ուսանողները, բան նկատի ունեմ, չեմ բողոքում, միևնույն է շատ ենք սիրում մեր այս տարածքը, բայց այս ուսանողներինն է եւ իրենք թող վայելեն, մենք կգնանք մեր շենք։ Էլի ու էլի շնորհավորում ենք ձեզ։ Շատ հրաշալի առիթ է ու սպասում որ հաջորդ տարել էլի կշնորհավորենք ձեզ։ Եվ ես ուզում եի ասել, որ իհարկե երբ ստանում են ներկայացումը, դա նշանակում է, որ ստանում է ամբողջ թիմը։ Եվ ուզում եմ դրա համար, որովհետև բեմից չեմ հասցրել ասել, ուզում եմ շնորհակալություն ասել ամբողջ ստեղծագործական եւ տեխնիկական թիմին, որովհետև այդ համատեղ իրար հետ ստեղծագործելու հաճույքն է, որ ծնվում են լավ ներկայացումներ։ Դրա համար սկսած բեմանկարիչ, դիմահարդար, ով կարել է զգեստները, ով լույս է տվել, ով խաղում է, ով բեմադրել է, այդ բոլորի արգասիքն է եւ եթե 3 լավ ներկայացում են ծնվել, այդ նշանակում է, որ թատրոնը առողջ է, կենթանի է եւ հետաքրքիր եւ արժանի է նոր շենք ունենալու։ Միանշանակ արժանի է, տաղանդավոր մարդիկ շատ են այնտեղ, ուզում եմ ձեզ նվիրել Իջովանի Սափոր Ռոզեգինին, որպեսզի հաղթանակը նշեք։ Սա ձեզ համոզված եմ որ շատ գեղեցիկ կնշվի եւ Տրամոնտին, որտեվ գիտեմ ոչ միայն հիանալի դերասանուհիներ եք, նաեւ հիանալի խոհանոցում կանայք, ովքեր կպատրաստեն ամենահամեղը, համոզված եմ։ Ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա բրենդի կողմից ներկայացող խանութային պարագա, որը ունի հատուկ ծածկույթ եւ իր վրա չի հավաքում բակտերիաները։ Սա շատ կարեւոր է, այնպես որ սա նույնպես ձեզ եւ երկու բացիկ նվիրեմ, արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, որովհետեւ միշտ պետք է ասել են կարևոր խոսքերը, բայց մեկ-մեկ այդ խոսքերը չեն կարողանում գտնել։ Ծաղիկների կամ նվերների հետ միասին սրանք շատ հետաքրքիր են։ Այստեղ հայտնի երգերից կամ բանաստեղծությունից ֆրազներ են, այնպես որ երկուսն էլ Հայկոյի երգերից է, որ պիտի նվիրեմ ձեզ։ Մեկը էս մեկն է. Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, իսկ մյուսը հետ նայր ուտես, որ քեզ սիրում եմ։ Սա ձեզ արդեն դուք որոշեք ում եք նվիրելու, այնպես որ շնորհակալություն։ Վայ, չէ, լավ չի, չէ։ Ես քեզ էլի կնվիրեմ, չէ։ Չէ։ Նարին է, նայ։ Հիմա քանի հատ ես ուզում նվիրեմ, որ ներկայացում բեմադրես ես խաղամ։ Ուղիղ եթերում կաշառակ։ Ամեն դեպքում շնորհակալություն ձեզ։ Ձեզ բարի թռիչ եւ էլի վերադարձ։ Անկախ նրանից կբեմադրես ներկայացում ես խաղամ թե չէ, Նարինկա ջան, բայց Բեկա ես քեզ շատ եմ սիրում։ Ինձ էլ շատ հաճելի է միշտ ձեր եթեր գալ, որովհետև նախ ձեզնից շատ սեր է գալիս եւ հետո մի շատ լավ նվերներ եք տալիս եւ միշտ կարողանում եք հարցերով ուղղորդել այն ուղղությամբ, ինչի մասին դեռ չենք արտահայտվել եւ ավելի անմիջական։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։
Սիրելիներս, ահա մոտեցավ ավարտին։ Մեր թե խոհանոցային հատվածը, թե մեր ծրագիրը, ձեզ ուզում եմ ասել, թե այսօր ինչ պատրաստեցինք։ Պյուրե շատ համեղ, շատ պարզ տարբերակով եւ իհարկե վրան ավելացնելու ենք հավի կրծքամսով, սնկով, պանրով, թթվասերով պատրաստված շատ համեղ խճողակ։ Ահա ես պետք է մատուցեմ արդեն։ Մատուցման համար բնականաբար օգտագործում եմ շատ գեղեցիկ աման, տրամոնտինա, իհարկե բրազիլական այս ապրանքանիշի շատ գեղեցիկ ամանները եւ իհարկե վայելելու ենք այս համեղ եւ շատ հագեցնող ուտեստը։ Այսպես ես հիմա փորձեմ ձևավորել այն գթալի օգնությամբ այսպես փորձենք այստեղ փոսիկ բացել մեր պյուրեի մեջտեղում եւ իհարկե վրան լցնել այն համեղ միջուկը, ինչի մասին այսքան խոսեցինք։ Եվ իհարկե անպայման զարդարելու ենք կանաչիով եւ մի փոքր այսպես գեղեցիկ դետալ ես կարմիր պղպեղով եւս կզարդարեմ այն։ Պանիրը ծորում է, բույրը հրաշալի է, համեմունքը ամբողջությամբ իր բույրը տարածել է, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման փորձել եւ վայելել։ Ահա սիրելիներս, կլցնենք նաեւ կտրատված կանաչի եւ իհարկե կարմիր պղպեղով կփորձեմ ձևավորել այն։ Ափսեի եզրերին եւս կարելի անել, որպեսզի մի փոքր այսպես ռեստորանային տեսք հաղորդենք մեր ուտեստին։ Ահա խնդրեմ, սիրելիներս, վայելեք, ձեզ հետևեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում ու միշտ մնացեք մեզ հետ։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք շատ Ադրինե ջան, շատ համեղ այն ամեն ինչ դու պատրաստում ես մեզ համար եւ շատ գեղեցիկ։ Այո, եւ մենք անպայման հիմա եթերից հետո կփորձենք ու կճաշակենք, չենք մոռանա նաեւ Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող համեղ կոմպոտները, որոնք համոզված ենք, որ շատ ճիշտ լրացումը կլինի այսօրվա ուտեստի։ Դե իսկ առավոտը սկսում ենք կատնամթերք օգտագործելով եւ առանձնացնում ենք պանիրների մեր նախընտրած տեսականին, որ առաջարկում է Էլոլա ընկերությունը, իսկ կատնամթերքը իհարկե անարատ կաթից պատրաստված է։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Զգացեք նաև այն օգնությունը, որն առաջարկում է խոհանոցում Տրամոնտինա բրենդը, բրազիլական բրենդ, որն այսօր նաև Հայաստանում է եւ առաջարկում իր լայն տեսականին։ Պարագաները հատուկ ծածկույթ ունեն, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Իսկ ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ բարբերների համար, որ որակյալ ու վարպետ բարբերների մոտ այցելելու համար Master Ride Barber Shop-ը ձեզ առաջարկում է բոլոր ծառայությունները, որոնք հաստատ կընդգծեն ձեր տղամարդկությունը եւ գեղեցկությունը։ Օրերը տաքանում են եւ գարնանային զբոսանքը արդեն ավելի հաճելի է դառնում, այնպես որ առանձնացրեք ձեր գարնանային թիթիզ լուքերը, որոնք կգտնեք Դաֆնի խանութ սրահների ցանցում։ Երկու խանութ սրահ ունի այս շատ էսթետ Դաֆնին, Թումանյան 5 եւ Պուշկին 33, ֆիքսեք 2 հասցնել, այցելեք, այնտեղ ներկայացված է ամբողջ նոր տեսականին։ Եվ իհարկե կարևոր խոսքերն ասելու համար երբեք ուշ չէ, փորձեք պարզապես գտնել այդ խոսքերը այն բացիկների վրա, որոնք կոչվում են արև բացիկներ, եւ քանի որ ապրիլի 7-ն էլ մոտենում է Մարիության ու գեղեցկության տոնը, շատ կարևոր խոսքեր մեր մայրերին եւ գեղեցիկներին։ Անպայման գտեք արև բացիկների վրա, իսկ արև բացիկները վաճառվում են քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում եւ հատկապես Kaiser սուպերմարկետում։ Եվ վերջում շատ մեծ շնորհակալություն ձեզ, ելի հեռուստադիտողներ, այս առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար եւ շնորհակալություն մեր ամբողջ թիմին այսօրվա մեր անխափան եթերը ապահովելու համար։ Եվ վերջում իհարկե չենք մոռանում նշել, որ այս ամենը պատրաստված էր սիրով։